Ապա տեղեկատվության էկոհամակարգի մասին ունենք ձեռնարկի շրջանակներում բավականին մատչելի եւ ուրեմն ընդհանրացակ ձևով ներկայացում, այդ թվում տարբեր թիրախային խմբերն են ներկայացվել, ինչպես նշեցի, ովքեր են արտադրողները, որ հասկանանք այն մեդիա պրոդուկտները կամ կեղծ տեղեկատվությունը, որ արտադրվում են, ովքեր կարող են դրանց ետևում կանգնած լինել, տարածողների մասին կարող եք գտնել տեղեկատվություն, այստեղ հատկապես մեծ ուշադրություն ենք դարձրել սոցիալական մեդիա ալիքներին, բոտերին, տրոլ ֆաբրիկաներին, ուրեմն հանրության կողմից ընդունելի այլ հարթակներին, դրանց յուրաքանչյուրի մասով ներկայացված են առանձին ուրեմն տեղեկատվություններ եւ օրինակներ, տեղայնացնողները եւս առանձնացվել են որպես առանձին խումբ, ներառյալ տեղական մեդիան, ինֆլուենսերները, հասարակական խմբերը եւ վերջում իհարկե սպառողները։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։